Կանոնավոր բանակի ստեղծման անհրաժեշտությունն առավել ակնհայտ դարձավ 1992-ի ամռան սկզբներին, երբ ադրբեջանական հրամանատարությունը գործողության մեջ դնելով Գյանջայում տեղակայված նախկին խորհրդային 4-րդ բանակի ուժերը, ռազմաճակատի ողջ երկարությամբ անցավ հարձակման և բռնազավթեց հյուսիսային Արցախն ու Մարտակերտի շրջանի մեծ մասը, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Քրջամալ, Աղբուլաղ գյուղերը։ Արցախում բանակաշինության գործընթացը մտավ կայացման նոր փուլ։ Իրականացված բարեփոխումները կարճ ժամանակահատվածում իրենց դրական ազդեցություն ունեցան մարտական գործողությունների ընթացքի վրա։ Ամառային նահանջից և աշնանային խորը պաշտպանությունից հետո 1993-ի փետրվարի սկզբին պաշտպանության բանակն անցավ հակահարձակման։ Թշնամին դուրս շպրտվեց շուրջ 60 հայկական բնակավայրերից, ոչնչացվեցին Արցախին սահմանակից 7 վարչատարածքային միավորումներում տեղակայված հակառակորդի գլխավոր ռազմահենակետերը։ Շարքից հանվեց կամ առգրավեց հարյուրավոր ծանր զինտեխնիկա, 25 մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ,